Օրինակ հետաքրքիր է, չէ՞, ով չի ուզում դառնալ միլիոնատեր։ Այստեղ գլխավոր հարցը թե ինչպես։ Բայց մենք ունենք այդ հարցի պատասխանը։ Հա։ Այո։ Ով է ուզում դառնալ միլիոնատեր հեռուստաշոուն, կտա բոլորին այդ հնարավորությունը, եթե իհարկե ձեր գիտելիքները բավարարեն հաղորդաշարի սպասելիքները։ Ով է ուզում դառնալ միլիոնատեր, լինելու է մեր գարնանային եթերաշրջանում եւ ինչպես է այն ներկայանալու արդեն սիրված եւ հայտնի ձևաչափով, որովհետեւ իրավունք չկա որևէ փոփոխություն անելու, թե այնուամենայնիվ ինչ որ նոր մի հատիկ կտեսնենք հաղորդման ընթացքում եւ իհարկե բոլորին հուզող հարցը. ով է լինելու հաղորդավարը։ Գամ սկզբի հատվածը ավելի հեշտ է պատասխանել, հաշվի առնելով, որ իրավունքները ձևաչափի գնել ենք Sony ընկերությունից, Sony հեռուստատեսությունից եւ ստացել ենք մեծ ձևաչափի կանոնագիրք, կանոնակարգ, որը կոչվում է Bible, եւ բացարձակ ոչ մի իրավունք չունենք խախտելու որևէ կանոն, ինչ որ փոփոխություն անել, երկար բանակցություններից հետո նույնիսկ մտածեցինք ինչ որ բաներ փոխենք, հայաֆիկացնենք, sense ասած, բայց զիջումների չգնացին, ամեն դեպքում իրականացնելու ենք նախագիծը այնպիսին, ինչպիսին ինքը կա ամբողջ աշխարհում։ Իսկ հաղորդավարը ամեն կերպ փորձում է հաղորդավարը Դուք չեք կարող խուսափել այդ հարցից։ Ես ձեզ անսահման շատ եմ սիրում եւ մեր հեռուստադիտողին, բայց եթե կարելի է այս կտորը փորձենք պահել, մի քիչ էլ պահենք sense գախնի։ Բայց արդեն որոշումը կա, անակնկալ է լինելու։ Այո։ Թե ով կլինի հաղորդավարը կիմանանք մի քանի օրից։ Այո, մի քիչ ինտրիգա պահենք։ Շատ լավ։ Իսկ ինչպես կարող են դիմել մասնակցության համար։ Հաշվի առնելով, որ նախորդ եթերաշրջաններում թույլ օղակը շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել մեր հեռուստադիտողների մեջ եւ հայտագրումները շատ էին, որոշեցինք, որ այս եթերաշրջանում եւս կանենք հայտագրում, ով է ուզում դառնալ միլիոնատեր նախագծի համար։ Խնդրում եմ բոլորը ուշադիր լինեն, հետևեն Հանրայինի սոցիալական կայքերին, եթերին եւ բաց չթողնեն այս հնարավորությունը դառնալ միլիոնատեր։ Եվ վերջո ով չի ուզում դառնալ միլիոնատեր։ Ով չի ուզում դառնալ միլիոնատեր։ Քանի որ բոլորն են ուզում, պետք է բոլորն էլ հետևեն առաջին ալիքին, թե մեր եթերներին, թե իհարկե սոցհարթակներում, որպեսզի բաց չթողնեն հայտագրման հնարավորությունը, գրանցվեն եւ գուցե բախտը գարնանը, ինչպես Լիդիան նշեց, երբ հավանականությունը ավելի մեծ է գումարներ աշխատելու եւ վաստակելու, գուցե հենց միլիոնատեր դառնաք դուք։ Լիդիա, մենք գիտենք, որ դու նաև բացի այս մեգա նախագծից եղիր առողջ հաղորդաշարի նույնպես պրոդյուսերն ես հանդիսանում ու ինչ հետաքրքիր զուգադիպություն, չէ՞, միլիոնատեր դառնալու համար առողջություն է պետք։ Համ է ճանապարհը, որպեսզի հեշտությամբ անցնես, համ էլ պետք է առողջ լինես, որ կարողանաս միլիոնները ծախսես։ Մի փոքր խոսենք նաև այս նախագծից։ Արդյոք կլինի գարնանային նոր եթերաշրջանում ու ձևաչափը նույնպես կպահպանվի, թե նորություններ են սպասվում։ Ձևաչափը իհարկե կպահպանվի։ Նախորդ եթերաշրջաններում ես կապ չեմ ունեցել նախագծի հետ, բայց հասկացել եմ, որ նախագիծը շատ սիրվել է Հանրայինի հեռուստադիտողի կողմից եւ նման հաղորդումները շատ կարեւոր են մեր եթերում։ Հիանալի, այսինքն կօգնեք նաեւ այս եթերաշրջանում մարդկանց լինել տեղեկացված, բայց միևնույն ժամանակ, ինչպես յուրաքանչյուր անգամ հիշեցնում ենք, ճիշտ պահին ճիշտ մասնագետի այցելելը եւ կանխարգելել տարատեսակ հիվանդությունների ել ավելի բարդ իրավիճակում հայտնաբերելը։ Այո։ Շնորհակալություն Լիդիա, քեզ տոնական տրամադրություն ենք մաղթում։ Շնորհակալ եմ։ Եղիր առողջ եւ միլիոնատեր։ Եվ դարձի միլիոնատեր։ Եվ դարձի միլիոնատեր։ Բոլորիս եմ ցանկանում, այո։ Նույնը ձեզ ենք մաղթում, Սիլենես, դուք էլ եղեք առողջ եւ դարձեք միլիոնատեր, հետևեք Առաջինի հետ։ Առաջինի հետ, հետևեք առաջինին, որպեսզի առաջինը լինեք։ Մնացեք մեզ հետ, մենք վերադառնանք շատ շուտ։